Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է, հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս հարցում համակարծիք են եղել իրենց հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ ամերիկյան կողմի Մարկո Ռուբիոն եւ Նիկոլ Փաշինյանը որպես ռազմավարական գործընկերներ քննարկել են ընդհանուր շահերը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Ամերիկյան կողմի հաղորդագրությունում նշվում է, որ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Չեխիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդար եւ տևական ու կայուն խաղաղության համաձայնագրին, Armenpress-ին ասել է Հայաստանում Չեխիայի դեսպանը, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի։ Եվրոպական միությանը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Այս օրենքը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչներ, այն քաղաքական կամքի մասին է։ Օրինագիծը հարուցել էր Ռուսաստանի դժգոհությունը։ որոշումն ընդունվել է։ Խորհրդարանում է գլխավոր դատախազը, այսօր քննարկվում է նախկին ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյանին եւ ընդդիմադիր Պատիվ ունեմ խմբակցությունից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։